2026 թվականին ջայրոգետը պայքարը շարունակվում է։ Մեկ խաղ, մեկ պայքար։ Վարչապետ Փաշինյանը դատապարտում է նման գործելակերպը, այն գնահատելով որպես անպատասխանատու եւ անթույլատրելի։ Նազելի Բաղդասարյանն ավելացրել է միջազգայինորեն ճանաչված պետության, հատկապես հարևան երկրի դրոշի այրումը պետության ղեկավարի կողմից չի կարող այլ գնահատականի արժանանալ։ Սա ակնհայտորեն սադրիչ եւ լարվածություն հրահրող վարքագիծ է։ Նիկոլ Փաշինյանին միացել է նաև ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը, նշելով, որ ապրիլի 24-ին ընդառաջ որևէ երկրի, առավելևս հարևան երկրի դրոշ այրելն անիմաստ, ամոթալի եւ խիստ դատապարտելի գործողություն է։ Օրեր առաջ Ադրբեջանը հիմնահատակ ավերեց Արցախի ամենամեծ եկեղեցիներից մեկը՝ Ստեփանակերտի Մայր տաճարը։ Փաշինյանը հորդորեց շրջահայաց լինել, հարցի բարձրաձայնումը երկսայրի սուր անվանելով։ Ես չեմ կարծում, թե մենք մեր նախորդ փորձը հաշվի առնելով դա կդարձնենք միջազգային քննարկումների առարկա պետական մակարդակով,